Չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել։ Վերջ, ինչ էր եղել, հայտարարությամբ հանդես եկա, ասի ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ Զոհերի առջև։ Ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է, լսեք, կա մարդ, որ չի շփոթվում։ Բայց ամեն դեպքում ասում են, որ իշխանական լրատվամիջոցներում ամեն դեպքում այդ ատելությունը գեներացվում է արցախցիների։ Ես երեք այդ հարցին ներողություն, դուք տեսել եք իմ հարցազրույցը ամբողջությամբ, այդ հարցին պատասխանել եմ։ Բայց ինձ սա դուր չի գալ, ես ոչ մեկի գերին չեմ, հիմա չի կարա ես ընկերը երիտասարդ, իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի չի կարա, սա, լսեք, ինձ լսեք, ես շատ լավ ամեն օր կարդում եմ, ամեն ինչից տեղյակ եմ, այս մարդիկ ովքեր որ յութուբյան, այդ տառապում են դրանով, իրանց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան, խնդիրը ինչումն է, մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի, մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա, սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է, ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են, մարդիկ այդ գործիքներից են օգտվում Եվ պատական մարդիկ են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ ձև պետք է ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։ Լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա։ Խոսքը սրա մասն է։ Հիմա մարդը տեսեք, Սուքիասյան երեք, ես ինչն ասեմ, հարցակում ասում եմ, ոչ չեմ տալիս, դուք օրինակ սա նորմալ էիք համարում, հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով, իմ ամբողջ կյանքը ես անցել եմ, ոչ մի ներողություն, լսեք ուշադիր, ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետև եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ, դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբում կային։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ոնց եք գումար վաստակում։ YouTube-ներով, լսեք, ի՞նչն է գրանցված, գրանցվածա, որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ինչ է պետք, սկանդալ է պետք, որ եկամուտ ունենաք, ես բոլորից եք շոր, լսեք, դուք եք շեղվում, դուք, լսեք, դուք ձեր նոր, բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք, լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ, հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում, ձեզ ասում տպավորվել էր ուղեղից, մեջ այդ թիվ, դամոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ էր տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալիս։ Չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք, լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք, մնացածի վրա չկացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա, դուք որտեղ եք տեսակն եք, ձեզ ասեք ինչ եք ուզում, ասեք ես պատասխանեմ, խնդրեմ։ Խնդրում եմ սա կարտակ Ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասն է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարյակ քրեական գործեր ա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես։ Իրանց հետ հաճախակի շփվում եմ։ Շատերին աշխատանքի եմ տեղավորել։ Իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկան։ Շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան։ Շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Են ասել, որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, լսեք, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։
Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Սրա մասին է։ Մենակ էր թողել արցախցիները։ Նիկոլ Փաշինյանն ասում է ինչ է լինի։ Սեպտեմբերն եք ասում։ Հա, ներողություն չէ, ես խոսացի 44 օրվա պատերազմի մասին։ Սեպտեմբերին ասեց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, Արցախցի այդ 150,000 մարդը, որ ասում է, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ Բացի այդ Հայաստանը անկախության երաշխավոր էր Արցախին, չպետք է կռվեին։ Պետք է բոլորը զոհվեին, պարոն։ Ես 44 օրվա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվեինք, որ դուք հիմա ասում եք Ուրեմն դուք եթե դուք ներողություն նախ ով եք, որ Ես Նարեն եմ գնունի մեդիահաբեմ լրատվամիջոց։ Լսեք, մեդիահաբ լրատվամիջոց եք, գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք, ոնց պետք է լինի։ Շնորհակալություն։ Ինձ էլ կարևոր չի։ Ասեք, ինչ եք ուզում, պատասխանեմ։ Ասում եմ, չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինեինք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։ Լինելու է հարատևս ձեզ, եթե Այդ մենք քաղաքականություն արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգայինորեն կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորից։ Հասկանանք ձեր իրավունքները ու մեր իրավունքները, այդ ձեզ եմ ասում, որպես երիտասարդ պետք է հասկանանք։ Իսկ նորից ես բացարձակ մի բան եմ ձեզ ասում, մարդը կարա շփոթի, մարդը իրոք ուղեղիս մեջ ոնց որ այդ պահին չգիտեմ, ուղեղիս մեջ էդ էր, 210-ին 10 ոնց որ ասեցի, սա է։ Պարզապես հարցը չլսեցիք ես ինչ։ Չէ, արդեն գիտեք ինչ կա, ես ասի պարզաբանումը տվել եմ, դուք չի կարելի։ Ես ձեզ ասում եմ, դուք որպես լրագրող շատ վատ եք անում։ Հա, օքեյ, դա ձեր կարծիքն է եւ դուք կարող եք նման կարծիք ունենալ, բայց տեսեք, կարող եք այլ կարծիք ունենալ։ Տեսեք, դուք որ ասում եք զո չի եղել, դուք որ ասում եք, տեսեք, 10 զո չի եղել, 10 զո է եղել, դա ուրիշ է, զո չի եղել եւ 210 զո է եղել, դա լրիվ ուրիշ է։ Որ մի քիչ հետո հարցազրույցը շատ ինքնուրույն է, մենք բան հարցեր կտանք։